Վանաձայն, լավագույն և հարազ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք գեսորե երկշամը մեկին Բուրչամուդի ազգային քերեզմանադան Հոհիտա Բանթեոնին դիմաց Հոհիտա նահատակված եւ մահացած ընկերներու հիշադակին կդարվեցավ հոգեհանգստյան ճաշտոն եւ Զարգեբսագի զեդեղում։ Հոգեհանգստյան արարողությունը կդարեց Արդավաս Վարդապետ Շարոյան, որուն կընկերակցեին Ներսես Կահաննա Բասիլյան եւ Սուրեն Կահաննա Արսլանյան։ Զարգեբսակներ զեդեղվեցան Տաշնակցության Հոհիտա Զոմի, Հոհիտա Լեմի, Հոհիտա Լիփանանի բանական միություններու Հոմենետպենի Լոխի եւ Համասկայինի անունով։ Հոհիտա Լիփանանի գետրոնական կոմիտեի անունով օրվան պատկամը փոխանցեց գետրոնական կոմիտեի անդամ Գարո Հարությունյան, որը սավ թե ամենամյա ավանդության հավատարիմ այսօր եւս Տաշնակցության հիմնադրության օրնակատարության զուգահեռ կուքանք հարկելու հիշադակը Հոհիտայի նահատակված եւ ննչեցյալ ընկերներուն։ Անոնք ապրեցան ու կորձեցին Տաշնակցականավայել համբերությամբ եւ խորհրդաբահությամբ, նվիրաբերեցին իրենց կյանքը ու մեկնեցան այս աշխարհեն անաղմուկ մեր պատմության հերոսամարտերը իրենց արյամբ գերդած մեր փյուրավոր հայտնի եւ անհայտ անանուն հերոսներուն պես նշեց Հարությունյան։ Հարությունյան հայտնեց, թե բնական է, որ առավելակույն վարակային երբեմն մադահի թեփքը լսենք խոսքը կամ մեջտեղ ելե հինեն բերբված Բատկերմը, որ մեր մեջ հանգարդ արտընցնե անոնց հիշադակը, որ սակայն շուտով դարձյալ չկանա երկնային ասուբիմը պես։ Այդպես չէ սակայն մեզի համար ու այդպես պետք չէ ըլլա հատկապես հոս եւ այլուր ննչող մեր ընկերներուն բարակային։ Մենք հոս կուքանք ոչ միայն մեր նահատակ ու հանգուցյալ ընկերներուն հարկանքի դուրք մատուցելու եւ խոնարհելու իրենց հիշադակին արչեւ, այլև կուքանք թաս եւ օրինակ առնելու իրենց մե կոդեբընթվելու իրենց մով, մենք մեզի հիշեցնելու, թե ինչու տաշնակցական եղած ենք եւ թե ինչպես պետք է տաշնակցական մնանք ու կործենք, այնպես ինչպես ապրեցան ու կործեցին իրենք։ Կուքանք, որբեսի իրենք մեզի հիշեցնեն, որ տաշնակցականին համար կյանքը հարադեպ գրիվ է, ամենօրյա պայքար, զոհաբերություն եւ ամբողջական նվիրում, հայրենիքին ու հայ ազգին փառորության է խնդիր։ Հարությունյան նկատելով որ կարելի է անverջ շարունակել տաշնակցական նահատակ ու ննչեցյալ ընկերներուն երակորձուններուն շարքը, հիշելով հայոց ցեղասպանությունը հղացող եւ կորզալցող հրեշներու բաժական կորձողությունները, անցնելով աշխարհով մեկ դարածված հայկական սփյուռքի մեջ հայ ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու եւ անոր ինքնուրույն գոյությունը պահպանելու դժվարին աշխատանքեն, հասնելով մինչեւ Լիզբոն ու չմոռնալով Արցախի ազատագրության համար մղված պայքարի մեջ մեր ընկերներուն ունեցած բախտորոշ դերակատարությունը։ Հարությունյան դիտելով, որ այսօր եւ դարձյալ ամբոդած է հայոց երկնագամարը եւ բազմաթիվ ու նորադեսակ սպառնալիքներու թեման կգտնվենք, մեզի համար բնական է, որ մնանք մեր ննչեցյալ ընկերներու օրինակին հավատարիմ եւ անոնց ավանդին դեր կանգնելով անգամ եւս մեր ամբողջ ներուժով կարողականությամբ եւ անսակարգ նվիրումով լծվինք հայրենիքի եւ հայ ժողովրդի պաշտպանության գործին, թե Հայաստանի եւ թե Միջին Արևելքի հայահոց ներգերներու մեջ ու հոն ուր վտանգ կսպառնա հայ ժողովրդին մեր ազգային արժեքներուն եւ ավանդություններուն։ Գիտակցին անշուշտ, որ այս բոլորը գենթացեն դկնաչան աշխատանք եւ մեծ զոհողություն, որոնց սակայն վարժ եւ սովոր եղած է տաշնակցականը անցնող 135 տարիներուն եւ այսպես ալ տաշնակցության դրոշին դակ անմնացորդ նվիրումով կորձած է ան մինչեւ իր վերջին շունչը ըսավ Հարությունյան։ Տաշնակցական նահատակ եւ մահացած ընկերներու հիշադակի առողջությունը վերջ կդավ վերքերով լի երկի գդարումով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ Հոհիտա Հայաստանի քերակույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան երեք հանդես եկավ թիմադեդյան հետևյալ գրառումով։
Քաղաքական ուժերու հետ խորհրդակցություններու ձիրի մեջ անցնող շաբաթ հանդիպումներ ունեցանք հանրապետական հայրենի կուսակցություններու ղեկավարներու, ինչպես նաև հասարակական շրջանակներու ներկայացուցիչներու, իրավապաշտպաններու եւ փաստաբաններու հետ։ Քննարկեցինք օրագարկային շարք մխնդիրներու շուրջ համագործակցություն ստեղծելու հարցեր։ Ընդհանուր առումով անգույնակարային հարցերու մասին գոյություն ունի փոխըմբռնում։ Հարաճիգային գշարունակվին քննարկումները քաղաքական հասարակական դաշտի դերակատար ուժերու հետ։ Սաղաթելյան ասավ. Հիշեցնեմ, որ ազգային ժողովի մեջ տեղի ունեցած խորհրդարանական լսումներու ժամանակ քաղաքական ուժերու առաջարկած էինք քննարկումներ սկսել օրագարկային հետևյալ հարցերուն շուրջ։ Առաջին, օրինական բոլոր միջոցներով հագաստեցության սևավորում բռնաճնշումներու, քաղաքական հետապնդումներու եւ ազատություններու սահմանափակումներու հանդեպ։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցու եւ ազգային արժեքներու պաշտպանություն։ Երրորդ, քաղաքական փանդարգյալներու իրավունքներու պաշտպանություն, քաղաքական ովևէ փանդարգյալ բոլորիս քաղաքական փանդարգյալն է։ Չորրորդ, ընդրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում։ Հինգերորդ, իրարու հանդեպ հակակառուցչության բացառում եւ վեցերորդ, վարչախումբի հետ որևէ համագործակցության բացառում, նշեց Իշխան Սաղաթելյան։ Իր գարքին ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ ՀՕԻՏ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյան գդարեց հետեւյալ գրառումը. Թափարող հավատացյալներու հոդը ինչին գզապահար է խորակիրով։ Արդյոք իր 5000 զավակներու եղերական մահվան, 3000-ամյա հայկական Արցախի սեղանից Զումին եւ Գորուստին, Բաքուի մեջ հայ ռազմակերներու եւ Արցախի քաղաքական ղեկավարության գերեքման եւ մեր հավաքական նվաստացման, Արևմտյան Ադրբեջանի օրե-օր մոտեցող ուրվականին, ադրբեջանական զորքերուն գողմե բռնակրավյալ Հայաստանի 210 քառակուսի կիլոմետրին 1700-ամյա հայ առաքելական եկեղեցու թրքապարո ասպոտագության, Արցախի հայկական հետքի բարբարոսական ոչնչացման, Հայաստանի միջազգային նվաստացման, շարունակվող բռնակրավման, խորացող բռնադիրության, մեղրիեն խլվող միջանցքին, բարակտված եւ խելակարության շեմին ապրող հասարակության, թե համաբարփակ քաղաքական եւ արոյական բդազության եւ ուրացման ինչին հարց տվավ պատգամավոր Լիլիթ Գալստյան։ Երեք դեղի ունեցավ ՀՕԻՏ Արցախի երիտասարդական միության այս տարվան վերջին սեմինար հանդիպումը, որ ունեցավ ամփոփիչ բնույթ։ Հանդիպումին քննարկվեցան կատարված ծրագիրները եւ հաջորդ տարվան կատարելիքները նախանշելով ԱԲԿ կորձնեության ուղիները։ Սեմինարը հարստացավ շատ կարևոր եւ փոխանցագարից երկու տասախոսությամբ։ ՀՕԻՏ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սողիկ Աշեկյան մանրամասնորեն ներկայացուց գրասենյակին թերը ՀՕԻՏ երիտասարդական համաշխարհային ցանցի մեջ կատարած աշխատանքները, սերկբերումները եւ նախաձեռնած ծրագիրները ընդգծելով երիտասարդներու աշխուժ գործունեության կարևորությունը ազգային նպատակներու կյանքի գոչման ջամփուն վրա։ Հայօգնության միության Արցախի մասնաճյուղի վարչության անդամ Դաթևիկ Աղաջանյան զամոթացուց ՀՕԻՏ ուղեկից կառույցներեն հոմի լայնազավալ գործունեությունը ներկայացնելով անոր առաքելությունը, ծրագիրները եւ կարևորությունը մեր ազգային կյանքի մեջ եւ հոմի թերը աջակցելու հայության, ինչպես հայրենիքի, նույնպես ալ ըսպույքի մեջ։ Անցնող շաբաթավերջին շարունակվեցավ Բաքուի մեջ փանդարգված հայ քերներու գերց դատավարությունը եւ անոնց դրվեցավ եզրափակիչ խոսքի իրավունք, հաղորդեցին դեղական լրատվական գործակալությունները։ Նույն գործակալությունները նշեցին, որ Լևոն Պալայան, Մաթաթ Պապայան, Կարիկ Մարտիրոսյան, Մելիքսետ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրքեն Ստեփանյան, Էրիկ Ղազարյան եւ Վասիլի Պեկլարյան չընդունեցին իրենց թեմ ներկայացված մեղադրանքները։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյան եզրափակիչ խոսքով անցեց վիրիկա հաջորդ նիստին 19 դեկտեմբերին։ Ադրբեջանցի դատախազը ավելի կանուխ պահանջած էր Արցախի 5 ղեկավարները դատապարտել սմահ փանդարգության, իսկ Փագոս Սահակյանը եւ Արգատի Ուգասյանը 20 տարվան փանդարգության, անոնց 65 տարին ամբողջացուցած լալում բերումով։
Մնացյալ հայերուն գսպարնա մինչև 20 տարվան փանդարգություն։ Հայտնենք, որ թադերը կընթանան անգախ լրատվամիջոցներու եւ միջազգային իրավապաշտպաններու բացակայությամբ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան հաստատեց, որ նախորդող քանի օրերուն Ադրբեջանի Գաբալա քաղաքի մեջ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ իրենք քննարկած են Ադրբեջանին Հայաստան նավթ եւ նավթավներ դերազելու հարցը։ Պատասխանելով մամլո հարցումնիմը, որ արդյոք Երևան եւ Բաքու արդեն պայմանավորված են Ադրբեջանին վարելանյութ ներազելու, Գրիգորյանը ասավ. Այո, քննարկումներ եղած են, համագործակցության կարելիություններ կան։ Գրիգորյանն նաև ընդգծեց, որ վարելանյութի հետ կապված հետագա ընթացքը արդեն մասնավոր արտահանողներու եւ ներգրողներու համագործակցության գործի մեջն է, իսկ կարելի գործարքներու պայմանները պիտի լան շուգայական։ Այս մասին խոսեցավ նաև Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան, որը ասավ հետևյալը. Կան հայաստանյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են ադրբեջանական վարելանյութի ներմուծումով եւ այժմ ադրբեջանական կողմին հետ բանակցություններու մեջ են։ Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյան կատարեց հետևյալ կրառումը. 2026-ի ընտրություններուն ինչպես հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Առաջին հարցախույզները կվկայեն, որ Փաշինյանը այսօր ժողովրդի 15-16% ավելիին վստահություն ունի։ Այսինքն ժողովրդին դնշող մեծամասնությունը անօրճակցիր, փաստացի գյուզե, որ ամփոխվի հերանա։ Երկրորդ, միևնույն ժամանակ ինտիմատիր որևէ ուժ կամ առաջնորդ իր հերթին չունի ժողովրդական ավելի մեծ աջակցություն, քան Փաշինյանը։ Այս մեկը եւս կհաստատվի նույն հարցախույզներով։ Փաշինյանին գզիչին առնվազն գես չափով, իսկ եթե այսօրվան արգա պատկերը նույնությամբ դառնա ընդրական քվե, Փաշինյան կհաղթե այդ ընդդություններուն։ Օրվան պատկերը այս է. զիրար չխապենք։ Երրորդ, իրարու հագասող բաներ։ Ժողովուրդը մեկ կողմ է ուզե, որ Փաշինյանը հեռանա, բայց մյուս կողմ է չի գտներ ինտիմատիր այն առաջնորդը կամ խումբը, զորընտրելով փոխե Փաշինյանը։ Այս մեկը նույնպես անդիջելի է։ Ֆարմանյան շարունակեց ասելով. Ուրեմն գտնենք ամենեն ճիշտ ձևը։ Թող ինտիմատիր ժողովուրդը, որ այսօր դնշող մեծամասնություն է, իր ճիշտ մասնակցությամբ եւ քվեարկությամբ նախաբես որոշե երկու բարձ բան։ Առաջին, որու առաջնորդությամբ գուզե համախմբվել եւ ընդրություններով հերացնել Փաշինյանը, եւ երկրորդ, ձևավորե ինտիմության նախընտրական ցուցակ գազմված իր կողմի նախաբես ընդրված տեխնացուներով քաղաքական զանազան ուժերը եւ նախաձեռնությունները։ Պայմանական այն 100-150 հոգին, որոնք ամենեն ավելի քվեները կստանան ներ ինտիմատիր նախընտրական կառուցության ժամանակ կգազմեն ինտիմության ցուցակը։ Չէ որ բոլորս ժողովուրդը կհամոզենք, որ մեր միակ եւ կերակույն նպատակը Փաշինյանը հերացնելն է։ Խնդրեմ, եկեք ինտիմությամբ ապացուցենք, որ այդպես է, եւ որ մեր միակ նպատակը Փաշինյանը հերացնելը եւ աղետը Հայաստանի միջնական գործանումը կանխելն է։ Իսկ ժողովուրդը դադավոր է։ Եզրակացուց Ֆարմանյան։ Հարկելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադեդի եչով ներգայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին ցանի աղորդավար Նատալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։